Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Զոհրաբյան, ներսում էլի հոգևորականներ կան, որովհետև դուք հաշնորհքի եք միայն դուրս եկաք։ Ես գիտեմ, որ այլ հոգևորականներ են հրավիրել հարցաքննության որպես վկա։ Այս գործը, եթե հիշում եք, Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության հրապարակման հետ էր կապված, իբրև թե հարկադրաբար անձին ստիպել են, որ գնա հավաքների մասնակցի, այդ հիմքով էր գործընթացը քրեական վարույթը գնում, բայց նաև քրեական վարույթը հիմա գնում է խտրականության հիմքով։ Իհարկե այն տեղեկությունները, որը ես իմացա քննչական մարմին դրա մասին չեմ կարող խոսել, բայց այն ինչը որ մինչև այդ գիտե եւ դրա մասին կարող եմ խոսել։ Տեսեք, խտրականություն ըստ էություն իրենք համարում են, որ ինչ որ հոգեվորական նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել եւ այստեղ հենց ուղիղ իրենք հակադրվում են Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության եւ Հայ առաքելական սուբյեկտների հարաբերությունների մասին օրենքի հետ։ Ինչու, որովհետեւ եւ Սահմանադրությամբ եւ այդ օրենքով երաշխավորվում է Հայ առաքելական սուբյեկտների բացառիկ առաքելությունը, ճանաչվում է այդ առաքելությունը, ինչպես նաեւ ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում։ Հիմա եթե խտրական վերաբերմունք են համարում օրինակ այդ հոգեվորականների ներ եկեղեցական այդ հարցերը, դուք պատկերացնում եք, ստացվում է եկեղեցին այս խտրականության վայր է, որովհետեւ օրինակ կնոջը չի թույլատրվում դառնալ քահանա կամ եպիսկոպոս։ Սուրբ հաղորդություն չի թույլատրվում ընդունել չմկրտված անձին։ Այսինքն նույն այդ տրամաբանությամբ իրենք կարող են ասել այ խտրական վերաբերմունք է, որովհետեւ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը ասում է, որ իրավունքի անձանց իրավունքների եւ ազատությունների ինչ որ խախտումը, որը դրսևորվել է որոշակի կարգավիճակի ձեռնել, օրինակ նաեւ սեռի, օրինակ սեռով պայմանավորված։ Մենք կարծում ենք, որ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին եւ բացահայտ անօրինական գործընթաց է։ Պարոն Զոհրաբյան, այս գործը չէր փակվել, որովհետև եթե ճիշտ եմ հիշում, կարծեմ քննչականն ասել էր, որ այդ ձայնագրությունների հետ կապված այլևս Տեսեք, նախ եւ առաջ այդ հեռախոսային խոսակցության հրապարակումը իրենք ինքնին այդ գաղտնիության խախտելու մասով վարույթ չեն նախաձեռնել եւ այդ հարցը չեն քննարկել, որովհետեւ առաջինը դա պետք է իրենց հետաքրքրեր, առավելևս երբ հոգեվորականը ըստ էության հայտնում է, որ ապօրինի կերպով է այդ ձայնագրությունը կատարվել, այսինքն այդ խոսակցությունը հրապարակվել եւ նա վստահ չէ դա մոնտաժված է, փոփոխված է, ինչ է եղել, բայց բոլոր դեպքերում նա նման հեռախոսային խոսակցություն չի հրապարակել, դա իրենը չէ։ Եվ այս պայմաններում քննչական մարմինը պարտավոր էր ուղիղ այդ մասով վարույթ նախաձեռնել եւ հեռախոսային խոսակցության ապօրինությունը, այսինքն գաղտնիությունը խախտելու հետ կապված վարույթ նախաձեռնել, որը չի արել։ Փոխարենը զբաղվել է այդ ձայնագրության մեջի բովանդակության մասով, փոխանակ դրանով է փորձել ինչ որ գործընթաց անել։ Բայց հայ շնորհքն ինչու է կանչվել ինչ որ հարցաքննության, եթե այդ ձայնագրությունը, այդ խոսակցությունը եղել է Նաթան Սրբազանի եւ նախկին հոգեվորականի միջև տվյալ դեպքում ինչ որպես վկայի կարգավիճակ ինչ է։ Դե ինչպես արդեն նշեցի, որ նաեւ խտրականության մասով է գործընթաց գնում այդ շրջանակներում։ Ուզում են հասկանալ, թե որ հոգեվորականի հետ այդ խտրականությունը Հավանաբար։ Այսքանը։ Մեկ էլ քանի ժամ է որ ներսում եք։ Դե ժամը 10:00-ից էր հարցաքննության հրավիրվել, նոր դուրս ենք եկել։ Մեկ ներողություն, իսկ որ ասացիք խտրականության մասին, այս դեպքում կոնկրետ ինչ խտրականության մասին են խոսում։ Հավանաբար, որ այդ հոգեվորականների նկատմամբ կարգալույզ լինելու որոշումներ են կայացվել։ Իբրև դա խտրական վերաբերմունք է, ենթադրում եմ, որ դա է։ Բայց այսինքն իբրև թե կարգալույզ անելու որոշում, բայց դա ստացվում է միայն եկեղեցու գործն է, ինչ գործ ունի։ Այո, եկեղեցու գործն է, այդպես որ նայենք։ Ինչպես ընդունել են, այնպես էլ կարող։ Այո, դա իրենց ներքին աշխարհն է, իրենք չեն կարող այդ հիմքով մտնել։ Առավել եւս, տեսեք, նույն հաջողությամբ, եթե այդպես նայենք, իրենց վարչապետը որոշումներ է կայացնում մարդկանց ազատում աշխատանքից, նախարարները դատական բազմաթիվ վեճեր կան, որ գնում են դատարաններում եւ իրենց իրավունքների խախտումներով առաջ են գնում, այսինքն այդ նշանակում է դա բոլորը խտրականություն են, եթե այդպես նայենք։ Մի հարց էլ, ինչ որ ցուցմունք եղել է, որ իրեն գործ են սկսել այդ խտրական վերաբերմունքը։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Նախաքննության մարմինը մեզ տեղեկատվություն չի տրամադրում այդ առումով, չգիտենք։ Եվ նշեցիք, որ չգիտեք, թե որքան հոգեվորական կա այս բանը։ Չէ, այս բանը չգիտեմ, բայց գիտեմ, որ մոտ 9-ից 10 հոգեվորական այս 2-3 օրվա ընթացքում պետք է գան որպես վկա ցուցմունք տան։